ենք ֆիզիկայի լաբորատորիա։ Սա ֆիզիկայի կաբինետն է, որտեղ գալիս ենք, մենք ֆիզիկական կասկածում ենք ինձ այդպես, սկզբից փորձերով ցույց ենք տալի, դուք եզրակացնում եք եւ այլն։ Քանի որ լողափնյա է, մենք այսօր լողալու պայմանները ձեզ ցույց կտանք։ Կան երեխաներ, որոնք ծովում լողացել են։ Ահա, որ ծովում եք լողացել։ Հիմա մի ուրիշ տալիս, տեսեք, որ գնացել են ծով, սրանից հետո դուք ուշադրություն կդարձնեք, որ դուք լողավազանում ձեր լողանում եք և տարբերությունը աշխատեք զգալ, որ ծովում եք լողանում։ Տեսեք, ասում է, որ ծովում հեշտ է լողանալ է, ինչու։ Որովհետև ջուրը աղյակ է ինչի, ջրի մեջ ավելի ապրես։ Հիմա ուրեմն մենք մի քանի փորձեր կանենք, որ դուք հասկանաք ինչ ծովում ավելի հեշտ է լողանալ։ Ուրեմն ես ձեզ դնելու եմ ջրի տեղը և ձեզ գցելու եմ ջրի մեջ։ Սկզբից կտեսնեք սովորական մեկ ծորակի ջուր է սրա և ծորակի ջրում, ասենք դուք, որ մտնում եք ու առանց ձեռքերի օգնության եթե դուք բան չանեք, տեսնում եք ոնց եք սուզվելու։ Կան այնպիսի ծովեր, որտեղ նույնիսկ մարդիկ չեն կարողանում լողանալ։ Դա կոչվում է մեռյալ ծով։ Ինքը ուրեմն անհնարի է, որտեղ սուզվել հնարավոր չի։ Այդ էլ կարող է պատել գտնել, որտեղ դուք լավ համացանցը կարողանում եք քրքրել, հանկից կարող եք գտնել։ Հիմա սա մարմին է, չէ, տեսեք, որ կախում եք, ինքը այստեղ զսպանակը ձգվում է։ Ձգվել է թե ոչ։ Հիմա ես ձեզ ցույց տամ մի բան, ուրեմն այս բաժակը, տեսեք, սա ֆիզիկայի մարմին ենք ասում, բայց տեսնում եք, գլանը, չէ։ Որ դնում ենք այստեղ, ինքը հանգիստ մտնում է։ Այսինքն ինքը տեղավորվեց, ինքը որ այստեղ տեղավորվում է։ Այս սրան մենք անվանում ենք ծավալ։ Բոլորը դու եք ծավալ։ Հիմա այստեղ նստել եք, չէ, տեսնում եք, նստել եք ու բոլորը տեղ եք զբաղեցնում։ Այդ զբաղեցրած ձեր տեղը ձեր ծավալն է, օդում, որտեղ մենք օդային միջավայրի մեջ ենք։ Նկատել եք, որ լողավազանի մեջ հենց որ մտնում են սկզբից քիչ, հետո շատ երեխաներ, տեսնում եք, որ ջուրը նույնիսկ այնքան է բարձրանում, որ էլ պետք է չէ, որ եւ ինչ կիսատ է դնում։ Կողքից թափ։ Ապրես։ Բաժակի մեջ ջուր լսնես, լցնես ու թափ։ Ապրես, այս ասենք եսի դուք եք։ Հիմա ձեզ մտցնելու եմ ջրի մեջ ու տեսնենք ինչքան ջուր է թափվում եւ դա ինչի է հավասար։ Մյուսները ուշադիր նայում եք, հենց որ ինքը մտնում է ջրի մեջ, ինչ է տեղի ունենում զսպանակի հետ ու արձագանքի։ Ջուրը թափում է։ Նախ, դու նկատում ես, որ ինչ է լինում։ Մեծանում է։ Ջուրը թափվում է։ Ջուրի տակու է մեծանում։ Հիմա եթե ես գծի չափինը լցնենք այստեղ, կլինի այսքան ջուր, ինչքան որ ինքը սուր է։ Հիմա շարունակենք։ Լինում զսպանակի հետ։ Ջուրը թափվում է, բայց էլի զսպանակը ինչ է լինում։ Նայ, ահա, բարձրանում է, չէ, իսկ փոխվում է, որ սուզվելուց հետո։ Չի փոխվում, չէ, զսպանակը։ Չէ։ Մնաց տեղում, այսինքն ինքը տեղավորվեց ջրի մեջ։ Ուրեմն տեղավորվել նշանակում է այդ զբաղեցրած տեղը իրա ինչն էր, ծավալ։ Ուրեմն մեկը շարքարեկությունը, այ ընդրում ենք շատ է, ինչ եղավ։ Հիմա դու կամացվի։ Այսինքն իջավ ջրի հատակը։ Ջուրը շատացավ։ Ինչ եղավ։ Իջավ ջրի հատակը։ Ջուրը ինչ եղավ։ Ապրես, ինչքան բարձրացավ։ Ծավալի չափ։ Հիմա սկսում ենք դուք շատ հարաված եք ուսի մեջը ապրես։ Անպայման սրանով ենք խաղնում։ Չէ, Մի քիչ է լսնա, որ բարձրանա։ Ահա, ես լսնեմ։ Ահա, հիմա խաղում ենք։ Եթե լսնես ու խառնես կբարձրանա։ Քիչ քիչ
քաղցրել։ Տեսեք, բարձրանում է։ Իսկ այդտեղ ինչ եղավ վրաս։ Արցացա մի փոքր։ Ահա, իսկ այստեղ տեսեք ինչքան արագ բարձրացավ։ Այդտեղ որտեղ աղի է։ Ուրեմն այդ աղի Քաղցրը։ իսկ փաստորեն ինչ է ծովում լավ հեշտ լողանում։ Որտեղ աղի է ջուրը։ Աղի պատճառով այդ բուժերոզը մեծանում է։ Ուրեմն մեծատես ավելի շատ է։